Մինչ վերջին րոպեն հավատացի, որ պարզապես փոխում է պաշտոնը, ասում է Յակով Զարոբյանը, Կոչինյանի անձնական օգնականը, ձեռքերը դեռ դողում են 38 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ 1974-ի մայիսի 20-ին, երբ Մոսկվայից զանգահարեցին Երան, Կոչինյանը նստած էր իր աշխատասենյակում, ընթերցում էր զեկույցներ։ Զանգը տեց ընդամենը 3 րոպե։ Երբ նա դրեց ունկնդիրը, դեմքը սպիտակ էր, ինչպես թուղթը։ Ո՞վ էր այդ զանգի մյուս ծայրում։ Ինչ ասացին նրան այդ 3 րոպեում, որ 8 տարի իշխանության տերը վերածվեց անտեր մարդու։ Եվ ինչու Կարեն Դեմիրճյանը, ով եկավ նրա փոխարեն, նույնիսկ աշխատանք չառաջարկեց նախկին ղեկավարին։ Երանի կենտրոնական կոմիտեի շենքում 1974-ի մայիսի 23-ին 15 մարդ հավաքվեցին փակ նիստի համար։ Այս 15 մարդիկ գիտեին ամեն ինչ Կոչինյանի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր անձնական խոսակցություն։ Նրանք էին, ովքեր վերահսկում էին նրա հեռախոսները, ովքեր կարդում էին նրա նամակները, ովքեր գիտեին, թե ում է հանդիպում գիշերները։ Այդ օրը նրանք պետք է որոշեին՝ պահպանել հավատարմությունը, թե փրկել սեփական կյանքը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Ո՞վ էր այն առաջին մարդը, ով բարձրացրեց ձեռքը, ասաց՝ ես համաձայն եմ։ Կոչինյանի անձնական արխիվում, որը պահվում էր հատուկ պահարանում ԿԳԲ-ի Երանի բաժնում, կային փաստաթղթեր հատուկ կոդով H0544։ Այս փաստաթղթերը այնքան գաղտնի էին, որ ամբողջ երկրում գոյություն ուներ միայն 3 պատճեն։ Այս թղթերում էին տեղեկություններ Կոչինյանի իրական առողջական վիճակի մասին, տարանման պլանների մասին հեղափոխության դեպքում։ Ինչ որ ավելի ցնցող բանի մասին, իրական հարաբերությունների մասին Մոսկվայի Երանի միջ։ Ինչու այս փաստաթղթերը ոչնչացվեցին հենց հեռացման օրը։ Ո՞վ տվեց հրամանը դրանք այրել։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այդ էջերում, որ դրանք պետք է անհետանային։ Երբ Կարեն Դեմիրճյանը մտավ կենտրոնական կոմիտեի շենք 1974-ի մայիսի 25-ին, նա չնայեց Կոչինյանին։ Նույնիսկ մի անգամ։ Ականատեսները հիշում են, որ Դեմիրճյանը անցավ միջանցքով, իսկ Կոչինյանը կանգնած էր պատի մոտ, սպասելով գոնե ողջույնի։ Բայց Դեմիրճյանը շարունակեց քայլել, կարծես Կոչինյանը անտեսանելի էր։ Սա չէր պարզապես անտեսում։ Սա էր հրապարակային նվաստացում։ Ինչ էր տեղի ունեցել այս երկու մարդկանց միջ, որ մեկը մյուսին վերաբերվեց այսպես։ Արդյոք սա անձնական վրեժխնդրություն էր։ Թե Մոսկվան պահանջել էր այսպիսի վերաբերմունք։ Կոչինյանի վերջին օրերը իշխանության գլխին սկսվեցին 1973-ի դեկտեմբերին։ Մոսկվայից եկավ հատուկ հանձնաժողով, ստուգելու Հայաստանի ֆինանսական հաշվետվությունները։ Սովորական ստուգում, ասում էին։ Բայց ովքեր աշխատում էին կենտրոնական կոմիտեում, գիտեին, որ սա սովորական չէր։ Հանձնաժողովի ղեկավարը Վլադիմիր Շչերբիցկին ուներ հատուկ լիազորություններ Բրեժնից անձամբ։ Նա կարող էր բացել ցանկացած պահարան, կարդալ ցանկացած փաստաթուղթ, հարցաքննել ցանկացած պաշտոնյայի։ Եվ նա սկսեց հենց Կոչինյանի ամենամոտ մարդկանցից։ Առաջին հարցաքննությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին։ Կոչինյանի ֆինանսական խորհրդականը Արամ Խաչատրյանը կանչվեց հատուկ սենյակ։ Հարցաքննությունը տեց 6 ժամ։ Երբ Խաչատրյանը դուրս եկավ, նա չէր խոսում ոչ ոքի հետ։ Նրա աչքերը կարմիր էին։ Ձեռքերը դողում էին։ Հաջորդ օրը նա չեկավ աշխատանքի։ Երրորդ օրը նրան գտան իր բնակարանում, անգիտակից վիճակում։ Բժիշկները ասացին՝ սրտի կաթված։ Բայց ովքեր տեսան նրան հարցաքննությունից հետո, գիտեին, սա ավելին էր, քան սրտի կաթված։ Սա էր վախ։ Ինչ հարցեր տվեցին նրան այդ 6 ժամում։ Ինչ գիտեր Խաչատրյանը, որ նրան բերեց այդ վիճակի։ Հանձնաժողովը շարունակեց աշխատել։ Յուրաքանչյուր օր նոր մարդիկ էին կանչվում հարցաքննության։ Կոչինյանի անձնական վարորդը, նրա քարտուղարուհին, նրա անվտանգության պետը։ Մեկ առ մեկ նրանք մտնում էին այդ սենյակ, դուրս էին գալիս փոխված մարդիկ։ Ոմանք լռում էին, ոմանք լացում էին, ոմանք պարզապես նայում էին դատարկ տեղ։ Բայց բոլորն էլ հասկանում էին, ինչ-որ բան սխալ է։ Մոսկվան որոնում էր ինչ-որ բան։ Բայց ի՞նչ։ Հունվարի 2-ին 1974 Շչերբիցկին հանդիպեց Կոչինյանի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Կոչինյանի աշխատասենյակում։
Բայց ներկա էին միայն երկու մարդ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ էր խոսվում այդ հանդիպման ժամանակ։ Բայց երբ Շչերբիցկին հեռացավ, Կոչինյանը նստեց իր աթոռին մնաց անշարժ 3 ժամ։ Նրա քարտուղարուհին Սիրանուշ Ավագյանը հիշում է, որ փորձեց մտնել սենյակ 2 անգամ, բայց Կոչինյանը պարզապես ձեռքով ցույց տվեց՝ դուրս գնա։ Ինչ ասաց Շչերբիցկին, որ Կոչինյանը մնաց անշարժ 3 ժամ։ Արդյոք դա էր պահը, երբ նա հասկացավ, որ ամեն ինչ վերջացել է։ Փետրվարին Մոսկվան ուղարկեց երկրորդ հանձնաժողով։ Այս անգամ նրանք չէին եկել ստուգելու ֆինանսները։ Նրանք եկել էին ստուգելու Կոչինյանի անձնական կյանքը։ Ո՞վ էին նրա ընկերները։ Ո՞մ հետ էր հանդիպում ազատ ժամանակ։ Ինչ էր կարդում։ Ինչ էր նայում։ Նրանք հարցաքննեցին նրա հարաններին, նրա հին դասընկերներին, նույնիսկ նրա ընտանիքի անդամներին։ Սա այլս չէր պարզապես քաղաքական ստուգում։ Սա էր անձնական հետաքննություն։ Մոսկվան փնտրում էր ինչ-որ բան, ինչ-որ մեղք, ինչ-որ թերություն։ Ինչ-որ պատճառ հեռացնելու Կոչինյանին։ Մարտի 15-ին Կոչինյանը ստացավ առաջին պաշտոնական նախազգուշացում Մոսկվայից։ Նամակը եկավ Բրեժնի անձնական քարտուղարից, ասում էր, որ ընկեր Կոչինյանը պետք է ավելի ուշադիր լինի իր պարտականությունների նկատմամբ։ Սա էր կոդավորված լեզու։ Բոլորը, ովքեր աշխատում էին սովետական համակարգում, գիտեին, այսպիսի նամակը նշանակում է, որ վերջը մոտ է։ Կոչինյանը փորձեց պատասխանել։ Նա գրեց երկար նամակ, բացատրելով իր աշխատանքը, իր նվաճումները, իր պլանները ապագայի համար։ Բայց պատասխան երբեք չեկավ։ Մոսկվան լռում էր։ Եվ այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած նամակ։ Ապրիլին Կոչինյանը փորձեց կազմակերպել հանդիպում Մոսկվայում։ Նա ուզում էր անձամբ խոսել Բրեժնի հետ, բացատրել իրավիճակը, պաշտպանել իրեն։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նրա օգնականները զանգահարում էին Մոսկվա, նրանց ասում էին՝ ընկեր Բրեժնը զբաղված է։ 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ։ Բրեժնը միշտ զբաղված էր։ Կոչինյանը հասկացավ, դռները փակվում են։ Նա փորձեց հասնել այլ մարդկանց՝ Սուսլովին, Կիրիլենկոին, Պոդգորնիին։ Բայց բոլորն էլ զբաղված էին։ Կարծես Մոսկվան որոշել էր անտեսել նրան։ Կարծես նա արդեն չկար։ Մայիսի առաջին օրերին Կոչինյանի աշխատասենյակում սկսեցին հայտնվել տարօրինակ մարդիկ։ Նրանք չէին ներկայանում, չէին բացատրում իրենց այցելության նպատակը։ Նրանք պարզապես մտնում էին, նայում շուրջը, գրում ինչ-որ բան իրենց նոթատետրերում, հեռանում էին։ Կոչինյանի օգնականները փորձեցին դադարեցնել նրանց, բայց այդ մարդիկ ցույց տվեցին հատուկ փաստաթղթեր ԿԳԲ-ից։ Նրանք ուներ իրավունք մտնել ցանկացած սենյակ, ստուգել ցանկացած փաստաթուղթ։ Կոչինյանը նստած էր իր աշխատասենյակում, դիտում էր, թե ինչպես են անծանոթ մարդիկ ուսումնասիրում նրա կյանքը։ Ինչպիսին էր այդ զգացումը տեսնել։ Թե ինչպես են քո իշխանությունը վերցնում քո աչքի առաջ։ Մայիսի 12-ին Կոչինյանը ստացավ հեռախոսազանգ իր տնից։ Նրա կինը, Արփինեն, լաց էր լինում։ Նրանց տունը եկել էին մարդիկ, սկսել էին ստուգել ամեն ինչ։ Նրանք բացեցին բոլոր պահարանները, ստուգեցին բոլոր փաստաթղթերը, նույնիսկ բացեցին անձնական նամակները։ Արփինեն հարցրեց՝ ինչու են սա անում։ Նրանք պատասխանեցին՝ սովորական ստուգում։ Բայց Կոչինյանը գիտեր, սա սովորական չէր։ Երբ նրանք ստուգում են քո տունը, դա նշանակում է, որ նրանք փնտրում են ինչ-որ բան, ինչ-որ ապացույց, ինչ-որ պատճառ ձերբակալելու քեզ։ Ինչ էին փնտրում այդ մարդիկը Կոչինյանի տանը։ Արդյոք նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Մայիսի 19-ը Կոչինյանը կանչվեց Մոսկվա։ Վերջապես։ 3 ամիս սպասելուց հետո նրան ասացին՝ Բրեժնը պատրաստ է ընդունել նրան։ Կոչինյանը թռավ Մոսկվա հույսով, որ կարող է բացատրել ամեն ինչ, որ կարող է փրկել իր դիրքը։ Բայց երբ նա հասավ Կրեմլ, նրան չտարան Բրեժնի մոտ։ Փոխարենը նրան տարան փոքր սենյակ, որտեղ սպասում էր Միխայիլ Զիմյանինը, կենտրոնական կոմիտեի քարտուղարը։ Զիմյանինը չառաջարկեց նստել։ Նա պարզապես ասաց՝ ընկեր Կոչինյան, կենտրոնական կոմիտեն որոշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն։ Ոչ բացատրություն, ոչ պատճառաբանություն, ոչ քննարկում։ Պարզապես որոշում։ Կոչինյանը փորձեց հարցնել՝ ինչու։ Զիմյանինը պատասխանեց՝ դուք կստանաք պաշտոնական նամակ։
Կոչինյանը հարցրեց, ինչ պաշտոն կառաջարկվի իրեն։ Զիմյանինը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց, դա կորոշվի ավելի ուշ։ Այդ պահին Կոչինյանը հասկացավ, պաշտոն չի լինելու։ Նրան պարզապես հեռացնում էին։ 8 տարի ծառայելուց հետո, 8 տարի ամեն ինչ տալուց հետո նրան նետում էին, ինչպես օգտագործված թուղթը։ Ինչպիսին էր այդ զգացումը, կանգնել այդ սենյակում հասկանալ, որ քո կյանքը փոխվել է 1 րոպեում։ Կոչինյանը վերադարձավ Երան մայիսի 20-ին։ Նա չասաց ոչ ոքի, թե ինչ տեղի ունեցավ Մոսկվայում։ Նա պարզապես մտավ իր աշխատասենյակ, սկսեց հավաքել իր անձնական իրերը։ Նրա օգնականները տեսան սա, հասկացան, ինչ-որ բան սխալ է։ Բայց ոչ ոք չհարցրեց։ Սովետական համակարգում կային հարցեր, որոնք երբեք չէին տրվում։ Եվ երբ ղեկավարը սկսում էր հավաքել իր իրերը, դու պարզապես լռում էիր, սպասում։ Մայիսի 22-ին Երան ժամանեց Կարեն Դեմիրճյանը։ Նա եկավ Մոսկվայից հատուկ ինքնաթիռով, ուղեկցվում էր կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների կողմից։ Օդանավակայանում նրան դիմավորեց ամբողջ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությունը։ Բոլորը, բացի Կոչինյանից։ Նրան չհրավիրեցին դիմավորության։ Սա էր առաջին հրապարակային նշան, որ իշխանությունը փոխվել է։ Դեմիրճյանը ժպտաց, ձեռք սեղմեց, խոսեց մարդկանց հետ։ Բայց երբ որևէ մեկը հարցրեց Կոչինյանի մասին, նա պարզապես ասաց, ընկեր Կոչինյանը շարունակելու է ծառայել հայրենիքին այլ պաշտոնում։ Բայց բոլորը գիտեին, սա սուտ էր։ Մայիսի 23-ին տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում կենտրոնական կոմիտեի շենքում։ Այնտեղ էին բոլոր կարևոր մարդիկ, կուսակցության քարտուղարները, նախարարները, շրջանների ղեկավարները։ Դեմիրճյանը կանգնեց բեմին, հայտարարեց, որ նա է այժմ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը։ Ապա նա խոսեց իր պլանների մասին, իր տեսլականի մասին, իր նպատակների մասին։ Նա խոսեց 30 րոպե։ Եվ այդ ամբողջ ժամանակ նա ոչ մի անգամ չհիշատակեց Կոչինյանի անունը։ Ոչ մի անգամ։ Կարծես Կոչինյանը երբեք չէր եղել։ Կարծես 8 տարի պարզապես ջնջվել էին պատմությունից։ Հանդիպումից հետո Դեմիրճյանը սկսեց բաշխել պաշտոններ։ Նա նշանակեց նոր նախարարներ, նոր քարտուղարներ, նոր ղեկավարներ։ Յուրաքանչյուր մարդ, ով եղել էր մոտ Կոչինյանին, փոխարինվեց նոր մարդով։ Սա էր ամբողջական մաքրում։ Բայց ամենաշոկային բանը եղավ, երբ որևէ մեկը հարցրեց, ինչ պաշտոն կտրվի Կոչինյանին։ Դեմիրճյանը նայեց այդ մարդուն, ասաց, ընկեր Կոչինյանը կարիք ունի հանգստի։ Այսինքն, ոչինչ։ Ոչ պաշտոն, ոչ աշխատանք, ոչ նույնիսկ խորհրդատվական դեր։ Պարզապես հանգիստ։ 8 տարի ղեկավարելուց հետո Կոչինյանը մնաց առանց ոչինչի։ Հունիսին Կոչինյանը փորձեց գտնել աշխատանք։ Նա զանգահարեց հին ընկերներին, հին գործընկերներին, մարդկանց, ում հետ աշխատել էր տարիներ շարունակ։ Բայց բոլորն էլ ասացին նույն բանը՝ ներողություն, բայց մենք չունենք տեղ։ Ոմանք նույնիսկ չպատասխանեցին նրա զանգերին։ Կոչինյանը հասկացավ, նրան մեկուսացրել են։ Դեմիրճյանը տվել էր անձեր հրաման, ոչ ոք չպետք է աշխատանք տա Կոչինյանին։ Սա չէր պարզապես քաղաքական հեռացում։ Սա էր անձնական վրեժխնդրություն։ Բայց ինչու՞։ Ինչ էր արել Կոչինյանը Դեմիրճյանին, որ նա վերաբերվում էր նրան այսպես։ Հուլիսին Կոչինյանի ընտանիքը սկսեց ունենալ ֆինանսական խնդիրներ։ Նրա պաշտոնական աշխատավարձը դադարեց։ Նրա պաշտոնական մեքենան վերցրին։ Նրա պաշտոնական բնակարանը պահանջեցին վերադարձնել։ Ամեն ինչ, ինչ ուներ Կոչինյանը որպես առաջին քարտուղար, վերցվեց 1 ամսում։ Նրա կինը Արփինեն փորձեց խոսել Դեմիրճյանի կնոջ հետ։ Նրանք ծանոթ էին, նրանք հանդիպել էին բազմաթիվ պաշտոնական միջոցառումներում։ Բայց Դեմիրճյանի կինը մերժեց հանդիպումը։ Նույնիսկ հին ընկերուհին չուզեց օգնել։ Կոչինյանի ընտանիքը մնաց միայնակ։ Օգոստոսին Կոչինյանը փորձեց գրել նամակ Բրեժնին։ Երկար նամակ, որտեղ նա բացատրեց իր իրավիճակը, խնդրեց արդարություն։ Խնդրեց գոնե բացատրություն, ինչու նրան հեռացրին։ Նա ուղարկեց նամակը Մոսկվա հատուկ առաքմամբ։ Բայց պատասխան երբեք չեկավ։ Սեպտեմբերին նա ուղարկեց երկրորդ նամակ։ Կրկին ոչ մի պատասխան։ Հոկտեմբերին 3-րդ նամակ։ Լռություն։
Կոչինյանը հասկացավ Մոսկվան նրան լրիվ անտեսել է։ Նա այլս չկար սովետական համակարգի համար։ Նա դարձել էր ուրվական։ Նոյեմբերին Կոչինյանը սկսեց խմել։ Նրա ընկերները հիշում են, որ նա նստում էր իր փոքրիկ բնակարանում խմում օղի, մենակ, լռությամբ։ Նրա կինը փորձեց օգնել, բայց Կոչինյանը մերժեց ցանկացած օգնություն։ Նա ասում էր. «Թող ինձ մենակ»։ Նա չէր ուզում տեսնել ոչ ոքի, չէր ուզում խոսել ոչ ոքի հետ։ Նա պարզապես նստում էր խմում էր։ Մարդը, ով ղեկավարել էր ամբողջ հանրապետությունը, ով ունեցել էր իշխանություն ազդեցություն, այժմ նստում էր փոքրիկ բնակարանում խմում էր մենակ։ Ինչպիսին էր այդ անկումը։ Ինչպիսին էր այդ ցավը։ Դեկտեմբերին, 8 ամիս անց Կոչինյանի հեռացումից, Դեմիրճյանը տվեց իր առաջին մեծ հարցազրույցը։ Լրագրողը հարցրեց նրա նախորդի մասին։ Դեմիրճյանը ժպտաց ասաց. «Ընկեր Կոչինյանը մեծ ծառայություն մատուցեց Հայաստանին, բայց եկավ ժամանակը փոփոխությունների համար»։ Դիվանագիտական պատասխան։ Բայց ապա լրագրողը հարցրեց. «Ինչու Կոչինյանին չտրվեց ոչ մի պաշտոն»։ Դեմիրճյանի դեմքը փոխվեց։ Ժպիտը անհետացավ։ Նա ասաց. «Հաջորդ հարցը»։ Եվ շարժվեց հաջորդ թեմային։ Բայց այդ մի վայրկյանում, երբ նրա դեմքը փոխվեց, բոլորը տեսան ինչ-որ բան։ Զայրույթ։ Կամ վախ։ Կամ երկուսն էլ միասին։ Ինչ իսկապես տեղի ունեցավ 1974-ին։ Արդյոք Դեմիրճյանը անձամբ ուզեց հեռացնել Կոչինյանին։ Թե՞ Մոսկվան տվեց հրաման, Դեմիրճյանը պարզապես կատարեց։ Ինչու Կոչինյանին չտրվեց նույնիսկ խորհրդատվական պաշտոն։ Ինչու նրան վերաբերվեցին այսպես, ինչպես թշնամուն, ոչ թե նախկին գործընկերոջը։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր Կոչինյանը, որ նրան պետք էր լռեցնել այսպես։ Հունվարի 6-ին 1975 Կոչինյանի նախկին անձնական վարորդը Գորգ Սարգսյանը գտնվեց մեռած իր մեքենայում։ Պաշտոնական տարբերակը՝ սրտի կաթված։ Բայց ովքեր տեսան դին, ասացին նրա դեմքին էր վախի արտահայտություն։ Սարգսյանը վարել էր Կոչինյանի մեքենան 8 տարի։ Նա գիտեր յուրաքանչյուր ուղղորություն, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր գիշերային այց։ Նա վարել էր Կոչինյանին այն տեղեր, որոնց մասին պաշտոնական օրացույցում ոչինչ չկար։ Եվ այժմ նա մեռած էր 3 շաբաթ անց Դեմիրճյանի հարցազրույցից։ Պատահականություն։ Թե՞ ինչ-որ մեկը ուզում էր, որ Սարգսյանը երբեք չխոսի։ Ինչ գիտեր այդ վարորդը, որ նրա մահը եկավ այսքան արագ։ Կոչինյանի նախկին անվտանգության պետը Վահագն Մկրտչյանը փախավ Երանից փետրվարին։ Նա չասաց ոչ ոքի, թե ուր է գնում։ Նա պարզապես անհետացավ մի գիշեր։ Նրա ընտանիքը ասաց, որ նա գնացել է Մոսկվա բուժման համար։ Բայց Մոսկվայի ոչ մի հիվանդանոց չուներ նրա գրանցում։ Մկրտչյանը պարզապես անհետացել էր։ Նա էր մարդը, ով կազմակերպում էր Կոչինյանի անվտանգությունը, ով գիտեր բոլոր գաղտնի ելքերը, բոլոր պահեստային պլանները, բոլոր անվտանգ տները։ Նա գիտեր, թե ում էր վախենում Կոչինյանը, թե ում էր վստահում, թե ում էր խուսափում։ Եվ այժմ նա անհետացել էր։ Արդյոք նա փախավ, քանի դեռ կարող էր։ Թե՞ ինչ-որ մեկը նրան անհետացրեց։ Մարտին սկսվեցին տարօրինակ մահեր Կոչինյանի նախկին թիմում։ Նրա ֆինանսական խորհրդականը Արամ Խաչատրյանը, ով ապրել էր սրտի կաթվածից հետո, մեռավ երկրորդ կաթվածից։ Նրա քարտուղարուհին Ծիրանուշ Ավագյանը ընկավ աստիճաններից կոտրեց պարանոցը։ Նրա անձնական օգնականը Յակով Զարոբյանը հայտնվեց հոգեբուժական հիվանդանոցում սուր հոգեկան խանգարման ախտորոշմամբ։ Մեկ ամսում 3 մարդ, 3 տարբեր պատահականություններ։ Բայց բոլոր երեքը ունեին մի ընդհանուր բան, նրանք գիտեին Կոչինյանի գաղտնիքները։ Նրանք գիտեին, թե ինչ փաստաթղթեր էին ստորագրվել, թե ինչ գումարներ էին տեղափոխվել, թե ինչ պայմանավորվածություններ էին կնքվել։ Եվ այժմ նրանք բոլորը լռում էին։ Միթե սա պարզապես պատահականություն էր։ Ապրիլին Դեմիրճյանը հրավիրեց հատուկ նիստ կենտրոնական կոմիտեում։ Թեման էր նախորդ ղեկավարության սխալների վերլուծություն։ Նիստը տևեց 6 ժամ։ Դեմիրճյանը խոսեց Կոչինյանի սխալների մասին, ֆինանսական անկարգություններ, կադրային սխալներ, քաղաքական կարճատեսություն։ Նա ներկայացրեց փաստաթղթեր, թվեր, ապացույցներ։
Բայց ամենահետաքրքիրը եղավ, երբ նա խոսեց անձնական բարոյական թերությունների մասին։ Նա չտվեց մանրամասներ։ Բայց ասաց, Կոչինյանի անձնական կյանքը չէր համապատասխանում կոմունիստական բարոյականությանը։ Ինչ նշանակում էր սա։ Ինչ անձնական թերություններ ուներ Կոչինյանը։ Եվ ինչու Դեմիրճյանը խոսում էր դրանց մասին 6 ամիս անց հեռացումից։ Արդյոք նա փորձում էր արդարացնել իր գործողությունները։ Թե ինչ-որ մեկը Մոսկվայից պահանջում էր ավելի ուժեղ պատճառաբանություն։ Մայիսին, ճիշտ 1 տարի անց Կոչինյանի հեռացումից, Երանում հայտնվեցին անանուն թերթիկներ։ Դրանք տարածվում էին գիշերները, փակցված էին պատերին, թողնվում էին փոստարկղերում, նետվում էին մարդկանց բակերում։ Թերթիկներում գրված էր Կոչինյանի մասին, նրա հանցագործությունների, նրա դավաճանության, նրա անբարոյականության մասին։ Բայց ամենաշոկայինը եղավ, երբ թերթիկներում հայտնվեցին կոնկրետ մանրամասներ, ամսաթվեր, գումարներ, անուններ։ Մանրամասներ, որոնք կարող էին գիտենալ միայն ԿԳԲ-ի աշխատակիցները։ Ո՞վ էր տարածում այս թերթիկները։ Արդյոք սա Դեմիրճյանի հրամանն էր։ Թե Մոսկվան ուզում էր վերջնականապես ոչնչացնել Կոչինյանի հեղինակությունը։ Եվ ամենակարևորը, ինչու էր անհրաժեշտ այսքան ուժեղ քարոզչություն 1 տարի անց։ Հունիսին Կոչինյանը փորձեց դիմել դատարան։ Նա ուզում էր պաշտոնապես բողոքարկել իր հեռացումը, պահանջել բացատրություններ, ստանալ իր իրավունքները։ Նա գտավ փաստաբան Արթուր Գրիգորյանին, ով համաձայնեց ընդունել գործը։ Նրանք պատրաստեցին փաստաթղթերը, հավաքեցին ապացույցները, գրեցին դիմումը։ Բայց երբ Գրիգորյանը ներկայացրեց դիմումը դատարանում, նրան ասացին, այս գործը չի կարող քննվել։ Ոչ մի բացատրություն, ոչ մի պատճառաբանություն։ Պարզապես չի կարող քննվել։ Գրիգորյանը փորձեց բողոքարկել։ Նա գրեց Մոսկվա, դիմեց Գերագույն դատարանին։ Փորձեց հասնել Արդարադատության նախարարությանը։ Բայց ամենուր նույն պատասխանը՝ գործը փակ է։ Ով տվեց հրամանը փակել այս գործը։ Ինչպիսի իշխանություն ուներ այդ մարդը, որ կարող էր փակել դատական գործընթացը։ Հուլիսին Կոչինյանի փաստաբանը Արթուր Գրիգորյանը կորցրեց իր լիցենզիան։ Պաշտոնական պատճառը մասնագիտական էթիկայի խախտում։ Բայց Գրիգորյանը աշխատել էր 20 տարի առանց մեկ բողոքի։ Նա ունեցել էր անբասիր հեղինակություն, հարգված էր եղել իր գործընկերների կողմից։ Եվ հանկարծ 2 շաբաթ անց Կոչինյանի գործը ընդունելուց նա կորցրեց ամեն ինչ։ Գրիգորյանը փորձեց պայքարել, բայց ոչ մի փաստաբան չուզեց ներկայացնել նրան։ Նրանք բոլորը վախենում էին։ Մի փաստաբան, ով խոսեց անանուն պայմանով, ասաց, ով դիպչի Կոչինյանի գործին, կկործանվի։ Սա այլս չէր պարզապես քաղաքական հեռացում։ Սա էր համակարգված ոչնչացում։ Ով էր կազմակերպում այս ամենը։ Եվ ինչու էր այսքան կարևոր, որ Կոչինյանը չկարողանա պաշտպանվել։ Օգոստոսին Կոչինյանի տունը կրկին ստուգվեց։ Այս անգամ եկան ոչ թե ԿԳԲ-ից, այլ հարկային ստուգումից։ Նրանք ասացին, որ ստուգում են Կոչինյանի եկամուտները վերջին 10 տարիների համար։ Նրանք պահանջեցին բոլոր ֆինանսական փաստաթղթերը, բոլոր բանկային հաշիվները, բոլոր գույքի փաստաթղթերը։ Կոչինյանը տվեց ամեն ինչ։ Նա չուներ ինչ թաքցնել։ Նրա աշխատավարձը եղել էր պաշտոնական, նրա բնակարանը պետական, նրա մեքենան ծառայողական։ Նա չուներ անօրինական եկամուտներ։ Բայց հարկային ստուգումը տեց 3 ամիս։ 3 ամիս նրանք ուսումնասիրեցին յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր ստացական, յուրաքանչյուր գործարք։ Եվ վերջում նրանք ասացին, գտանք անհամապատասխանություններ։ Ինչ անհամապատասխանություններ։ Նրանք չբացատրեցին։ Բայց Կոչինյանին պահանջեցին վճարել տուգանք 5000 ռուբլի։ Հսկայական գումար այդ ժամանակ։ Գումար, որը Կոչինյանը չուներ։ Սեպտեմբերին Կոչինյանի կինը Արփինեն կորցրեց իր աշխատանքը։ Նա աշխատում էր դպրոցում որպես ուսուցչուհի։ 30 տարի նա սովորեցրել էր երեխաներին, սիրված էր եղել ծնողների աշակերտների կողմից։ Բայց սեպտեմբերի առաջին օրը տնօրենը կանչեց նրան ասաց. մենք ստիպված ենք ձեզ ազատել։ Պատճառը՝ կրճատում։ Բայց Արփինեն գիտեր, սա սուտ էր։ Դպրոցը չէր կրճատվում։ Հակառակը, նրանք վարձում էին նոր ուսուցիչներ։
Արփինեն փորձեց պայքարել, բայց տնօրենը ասաց՝ ներեցեք, բայց սա որոշումն է վերից։ Վերից։ Ո՞վ էր այդ վերը։ Ո՞վ էր հետաքրքրված, որ Կոչինյանի կինը կորցնի աշխատանքը։ Արդյոք սա մաս էր ընդհանուր պլանի՝ մեկուսացնել Կոչինյանի ամբողջ ընտանիքը։ Հոկտեմբերին Կոչինյանի որդին, Արմենը, չընդունվեց համալսարան։ Նա հանձնել էր քննությունները գերազանց գնահատականներով, ուներ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եղել էր լավագույն դիմորդներից մեկը։ Բայց երբ հրապարակվեցին արդյունքները, նրա անունը չկար ընդունվածների ցուցակում։ Արմենը գնաց համալսարան, պարզելու, թե ինչու։ Ընդունող հանձնաժողովի նախագահը նայեց նրան, ասաց՝ ձեր գնահատականները բավարար չեն։ Բայց Արմենը ստացել էր 5 բոլոր քննություններից։ Նա ցույց տվեց իր արդյունքները։ Նախագահը նայեց թղթերին, ասաց՝ սխալ կա համակարգում։ Ապա նա կանչեց անվտանգության աշխատակցին, խնդրեց Արմենին դուրս տանել։ 19 տարեկան երիտասարդը, ով երազել էր ուսումնասիրել ինժեներություն, հեռացվեց համալսարանից անվտանգության աշխատակցի կողմից։ Ինչո՞վ։ Որովհետև նրա հայրը Յակով Կոչինյանն էր։ Նոյեմբերին Կոչինյանի ընտանիքը տեղափոխվեց փոքր բնակարան Երանի ծայրամասում։ Նրանց պաշտոնական բնակարանը վերցվեց վերջնականապես։ Նոր բնակարանը ուներ 2 սենյակ 4 մարդու համար։ Ջեռուցումը չէր աշխատում լավ, պատուհանները հին էին, պատերը խոնավ։ Սա էր բնակարանը, որտեղ ապրում էին սովորական բանվորները։ Մարդը, ով ղեկավարել էր ամբողջ հանրապետությունը, ով ապրել էր շքեղ պալատում։ Այժմ ապրում էր երկսենյականոց բնակարանում ծայրամասում։ Հարանները հիշում են, որ Կոչինյանը հազվադեպ էր դուրս գալիս։ Նա նստում էր տանը, նայում պատուհանից, լռում էր։ Երբեմն նրանք լսում էին, թե ինչպես է նա խոսում ինքն իր հետ։ Երբեմն լսում էին լաց։ Մարդը, ով ունեցել էր ամեն ինչ, այժմ ուներ միայն իր ցավը։ Դեկտեմբերին, 2 տարի անց հեռացումից, Դեմիրճյանը տվեց երկրորդ մեծ հարցազրույցը։ Այս անգամ նա խոսեց Հայաստանի ապագայի մասին, նոր պլանների մասին, մեծ նախագծերի մասին։ Նա ներկայացրեց տեսլական, ինչպես Հայաստանը կդառնա Սովետական Միության ամենազարգացած հանրապետություններից մեկը։ Նա խոսեց արդյունաբերության մասին, գյուղատնտեսության մասին, կրթության մասին։ Նա խոսեց 1 ժամ։ Եվ կրկին նա ոչ մի անգամ չհիշատակեց Կոչինյանի անունը։ Բայց հարցազրույցի վերջում մի լրագրող հարցրեց, ինչ եղավ նախկին առաջին քարտուղարի հետ։ Դեմիրճյանը դադարեց ժպտալուց։ Նա նայեց լրագրողին երկար լռությամբ։ Ապա ասաց, ընկեր Կոչինյանը ստացավ այն, ինչ արժանի էր։ Եվ վերադարձավ իր ժպիտին։ Բայց այդ մի նախադասությունը բավական էր։ Ստացավ այն, ինչ արժանի էր։ Ինչ նշանակում էր սա։ Արդյոք Դեմիրճյանը համարում էր, որ Կոչինյանը արժանի էր այս ամենին, աղքատությանը, մեկուսացմանը, նվաստացմանը։ Թե նա պարզապես կատարում էր Մոսկվայի հրամանը, փորձում էր արդարացնել իրեն։ Հունվարին 1976 Կոչինյանը հայտնվեց հիվանդանոցում։ Պաշտոնական ախտորոշումը՝ թոքաբորբ։ Բայց բժիշկները, ովքեր բուժեցին նրան, ասացին, սա ավելին էր, քան թոքաբորբ։ Սա էր ամբողջական ֆիզիկական հոգեկան փլուզում։ Կոչինյանի մարմինը պարզապես հրաժարվում էր շարունակել։ Նա կշռել էր 60 կիլոգրամ, 20 կիլոգրամ պակաս, քան 2 տարի առաջ։ Նրա մազերը ամբողջովին ճերմակել էին։ Նրա ձեռքերը դողում էին անընդհատ։ Բժիշկները տվեցին դեղեր։ Բայց Կոչինյանը հրաժարվեց դրանք ընդունել։ Նա ասաց, ինչու։ Ինչի համար։ Նա չուզեց ապրել։ Նա պարզապես սպասում էր վերջին։ Փետրվարին Կոչինյանի մոտ եկավ նրա նախկին օգնականը, Յակով Զարոբյանը։ Զարոբյանը դուրս էր եկել հոգեբուժական հիվանդանոցից, ուզում էր տեսնել իր նախկին ղեկավարին։ Երբ նա մտավ Կոչինյանի բնակարան, նա չճանաչեց այն մարդուն, ում ծառայել էր 8 տարի։ Կոչինյանը նստած էր աթոռին, փաթաթված մորթու մեջ, թե սենյակում տաք էր։ Նրա աչքերը դատարկ էին։ Զարոբյանը նստեց նրա կողքին, սկսեց խոսել հին օրերի մասին, լավ ժամանակների մասին, հաջողությունների մասին։ Կոչինյանը լսում էր լռությամբ։ Ապա հանկարծ նա խոսեց։ Նա ասաց, Յակով, ես երբեք չեմ իմացել, ինչու։ Զարոբյանը հարցրեց, ինչու։ Ինչ։
Կոչինյանը պատասխանեց, ինչու ինձ արեցին սա։ Ես ծառայեցի հավատարմորեն։ Ես արեցի ամեն ինչ, ինչ ասացին։ Բայց նրանք ինձ նետեցին, ինչպես աղբը։ Զարոբյանը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նա պարզապես բռնեց Կոչինյանի ձեռքը լռեց։ Երկու մարդ նստեցին լռությամբ, երկուսն էլ ոչնչացված սովետական համակարգի կողմից։ Մարտին Մոսկվայից եկավ հատուկ հանձնաժողով, ստուգելու Դեմիրճյանի առաջին 2 տարին իշխանության գլխին։ Սա էր սովորական ընթացակարգ, յուրաքանչյուր նոր առաջին քարտուղար ստուգվում էր 2 տարի անց։ Բայց այս հանձնաժողովը բերեց նա հատուկ հարցեր Կոչինյանի մասին։ Նրանք ուզում էին իմանալ, արդյոք Դեմիրճյանը գտել է նոր ապացույցներ Կոչինյանի հանցագործությունների մասին։ Արդյոք կան նոր փաստաթղթեր, նոր վկաներ, նոր մանրամասներ։ Դեմիրճյանը ներկայացրեց հսկայական թղթապանակ, լի փաստաթղթերով, զեկույցներով, ցուցմունքներով։ Հանձնաժողովը ուսումնասիրեց այս նյութերը 3 շաբաթ։ Ապա նրանք վերադարձան Մոսկվա։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ։ Բայց բոլորը, ովքեր աշխատում էին կենտրոնական կոմիտեում, հասկացան, Մոսկվան գոհ էր Դեմիրճյանից։ Նա արել էր իր աշխատանքը լավ։ Նա ոչնչացրել էր Կոչինյանին ամբողջովին։ Ապրիլին Կոչինյանի որդին, Արմենը, փորձեց կրկին դիմել համալսարան։ Այս անգամ նա ընտրեց այլ մասնագիտություն, այլ ֆակուլտետ, հույս ունենալով, որ գուցե այս անգամ նրան ընդունեն։ Նա հանձնեց քննությունները կրկին գերազանց գնահատականներով։ Բայց արդյունքը եղավ նույնը՝ մերժում։ Այս անգամ նրանք նույնիսկ չբացատրեցին պատճառը։ Պարզապես ասացին, ձեզ չենք կարող ընդունել։ Արմենը հասկացավ, նա երբեք չի կարող ուսումնասիրել Հայաստանում։ Նրա ազգանունը դարձել էր անեծք։ Լինել Կոչինյանի որդի նշանակում էր չունենալ ապագա։ Նա որոշեց փորձել գնալ Ռուսաստան, փորձել այնտեղ ընդունվել համալսարան։ Բայց երբ նա դիմեց ճանապարհորդական փաստաթղթերի համար, նրան ասացին, ձեր դիմումը մերժված է։ Նույնիսկ երկրից դուրս գալու իրավունք չուներ։ Նա բանտարկված էր Հայաստանում, առանց ցանցերի, առանց պատերի, բայց բանտարկված։ Մայիսին, ճիշտ 2 տարի անց հեռացումից, Կոչինյանը ստացավ նամակ Մոսկվայից։ Նամակը եկավ կենտրոնական կոմիտեից, ասում էր, որ ընկեր Կոչինյանի թոշակը հաստատված է։ Թոշակի չափը՝ 120 ռուբլի ամսական։ Սա էր նվազագույն թոշակը Սովետական Միությունում։ Թոշակը, որը ստանում էին սովորական բանվորները։ Մարդը, ով ղեկավարել էր ամբողջ հանրապետությունը, ով ունեցել էր հսկայական իշխանություն, այժմ ստանում էր նվազագույն թոշակ։ Կոչինյանը կարդաց նամակը ծիծաղեց։ Նրա կինը վախեցավ, սա էր առաջին անգամը 2 տարում, երբ նա լսեց Կոչինյանի ծիծաղը։ Բայց սա չէր ուրախության ծիծաղ։ Սա էր հիստերիայի ծիծաղ։ Կոչինյանը ծիծաղում էր, լաց էր լինում միաժամանակ։ Նա ծիծաղում էր իր կյանքի վրա, որը վերածվել էր դժոխքի։ Նա ծիծաղում էր համակարգի վրա, որը նրան ոչնչացրեց։ Նա ծիծաղում էր իր վրա, որ հավատացել էր, որ հավատարմությունը կպաշտպանի նրան։ Հունիսին Դեմիրճյանը կազմակերպեց մեծ միջոցառում, նվիրված իր 2 տարին իշխանության գլխին։ Միջոցառումը տեղի ունեցավ Երանի օպերայի թատրոնում։ Ներկա էին բոլոր կարևոր մարդիկ, նախարարները, քարտուղարները, շրջանների ղեկավարները։ Դեմիրճյանը ելույթ ունեցավ բեմից, խոսելով իր նվաճումների մասին, իր հաջողությունների մասին, իր պլանների մասին։ Նա ստացավ երկար ծափահարություններ։ Մարդիկ կանգնեցին, ծափահարեցին 5 րոպե։ Դեմիրճյանը ժպտաց, ողջունեց, շնորհակալություն հայտնեց։ Բայց դահլիճում չկար մի մարդ, Յակով Կոչինյանը։ Նրան չհրավիրեցին։ Նույնիսկ որպես պարզ հյուր։ Մարդը, ով ղեկավարել էր Հայաստանը 8 տարի, չարժանացավ նույնիսկ հրավերի իր հաջորդի տոնակատարությանը։ Արդյոք սա վերջնական նվաստացումն էր։ Թե Դեմիրճյանը դեռ վախենում էր Կոչինյանից։ Նույնիսկ երբ նա ոչնչացված էր։ Ինչ իսկապես տեղի ունեցավ այդ 2 տարում։ Ինչու Դեմիրճյանը շարունակեց հետապնդել Կոչինյանին նույնիսկ երբ նա արդեն ոչինչ չուներ։ Արդյոք սա անձնական վրեժխնդրություն էր։ Թե Մոսկվան պահանջում էր ամբողջական ոչնչացում։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր Կոչինյանը, որ նրան պետք էր լրացնել այսպես, ոչ միայն քաղաքականորեն, այլ ֆիզիկականորեն, հոգեպես, սոցիալապես։
Ինչ գաղտնիք էր թաքնված այս պատմության հետում։ Հուլիսին 1976 Կոչինյանի նախկին անձնական բժիշկը Վահան Սարգսյանը հեռացավ Երանից։ Նա չասաց ոչ ոքի, թե ուր է գնում։ Բայց նրա հարանները տեսան, թե ինչպես է նա գիշերվա մութ ժամին բեռնում իր իրերը մեքենայի մեջ, շտապ, նայելով շուրջը, կարծես վախենալով, որ ինչ-որ մեկը հետում է իրեն։ Սարգսյանը բուժել էր Կոչինյանին 10 տարի։ Նա գիտեր յուրաքանչյուր հիվանդություն, յուրաքանչյուր դեղ, յուրաքանչյուր գաղտնի բուժում։ Նա գիտեր, թե ինչ էր իրականում Կոչինյանի առողջական վիճակը, թե ինչ էր թաքցվում պաշտոնական բժշկական զեկույցներում։ Եվ այժմ նա փախչում էր։ Ո՞վ էր սպառնացել նրան։ Ինչ գիտեր այս բժիշկը, որ նա վախենում էր մնալ Երանում։ Արդյոք նա տեսել էր, թե ինչ եղավ մյուս մարդկանց հետ, ովքեր գիտեին շատ։ Օգոստոսին Կենտրոնական կոմիտեի արխիվում տեղի ունեցավ հրթեհ։ Հրթեհը սկսվեց գիշերվա 2 ժամին, հենց այն բաժնում, որտեղ պահվում էին Կոչինյանի ժամանակաշրջանի փաստաթղթերը։ Հրշեջները ժամանեցին արագ, բայց արդեն ուշ էր։ Ամբողջ բաժինը այրվել էր։ Հազարավոր փաստաթղթեր, զեկույցներ, նամակներ, հրամաններ, ամեն ինչ վերածվել էր մոխրի։ Պաշտոնական տարբերակը՝ էլեկտրական կարճ միացում։ Բայց արխիվի աշխատակիցները, ովքեր աշխատել էին այնտեղ տասնամյակներ, ասացին, էլեկտրական համակարգը նորոգվել էր միայն 6 ամիս առաջ։ Ինչպես կարող էր լինել կարճ միացում։ Եվ ինչու հրթեհը սկսվեց հենց այն բաժնում, որտեղ էին Կոչինյանի փաստաթղթերը։ Ով տվեց հրամանը այրել այդ արխիվը։ Ինչ էր գրված այդ փաստաթղթերում, որ դրանք պետք է անհետանային նույնիսկ 2 տարի անց։ Սեպտեմբերին Կոչինյանի եղբայրը, Գրիգորը, փորձեց հանդիպել Դեմիրճյանի հետ։ Գրիգորը չէր քաղաքական մարդ, նա աշխատում էր որպես ինժեներ գործարանում։ Բայց նա չէր կարող տեսնել, թե ինչպես է իր եղբայրը տառապում։ Նա գրեց նամակ Դեմիրճյանին, խնդրելով հանդիպում, բացատրելով, որ Կոչինյանի ընտանիքը գտնվում է սարսափելի վիճակում։ Նա սպասեց 2 շաբաթ։ Ապա եկավ պատասխանը՝ ընկեր Դեմիրճյանը չի կարող ընդունել ձեզ։ Գրիգորը չհանձնվեց։ Նա գնաց Կենտրոնական կոմիտեի շենք, փորձեց մտնել, բայց անվտանգությունը կանգնեցրեց նրան։ Նա բացատրեց, որ ուզում է միայն 2 րոպե խոսել Դեմիրճյանի հետ։ Բայց անվտանգության պետը ասաց, եթե չհեռանաք, կզանգահարենք միլիցիային։ Գրիգորը կանգնեց դռան առջ 30 րոպե, հույս ունենալով, որ Դեմիրճյանը կդուրս գա։ Բայց Դեմիրճյանը երբեք չեկավ։ Ինչու նա վախենում էր հանդիպել Կոչինյանի եղբորը։ Ինչ կարող էր ասել Գրիգորը, որ Դեմիրճյանը չուզեց լսել։ Հոկտեմբերին Կոչինյանի դուստրը, Անահիտը, որը ապրում էր Մոսկվայում, փորձեց գալ Երան տեսնելու իր ծնողներին։ Նա գնեց տոմս, պատրաստեց իր իրերը, պատրաստվում էր մեկնել։ Բայց օդանավակայանում, երբ նա փորձեց բարձրանալ ինքնաթիռ, նրան կանգնեցրեցին։ Անվտանգության աշխատակիցը ստուգեց նրա փաստաթղթերը, ասաց, դուք չեք կարող թռչել այս չվերթով։ Անահիտը հարցրեց, ինչու։ Աշխատակիցը պատասխանեց, տեխնիկական պատճառներ։ Անահիտը փորձեց գնել տոմս մեկ այլ չվերթի համար։ Նույն արդյունքը։ Նա փորձեց 3-րդ անգամ, 4-րդ անգամ։ Ամեն անգամ նույն պատասխանը՝ տեխնիկական պատճառներ։ Անահիտը հասկացավ, նրան չեն թողնում թռչել Երան։ Նույնիսկ Կոչինյանի դուստրը, ով ապրում էր Մոսկվայում, չուներ ոչ մի կապ Հայաստանի քաղաքականության հետ։ Չէր կարող այցելել իր ծնողներին։ Ով տվեց այդ հրամանը։ Ինչու էր անհրաժեշտ մեկուսացնել Կոչինյանին նույնիսկ իր սեփական երեխաներից։ Նոյեմբերին Երանում սկսվեցին տարօրինակ ձերբակալություններ։ Մարդիկ, ովքեր աշխատել էին Կոչինյանի հետ, ովքեր եղել էին նրա թիմի մաս, մեկ առ մեկ ձերբակալվում էին։ Պաշտոնական մեղադրանքները տարբեր էին՝ կոռուպցիա, ապօրինի գործարքներ, պետական գույքի յուրացում։ Բայց բոլոր ձերբակալվածները ունեին մի ընդհանուր բան՝ նրանք բոլորը գիտեին Կոչինյանի գաղտնիքները։ Առաջին ձերբակալվածը եղավ Սերգեյ Ավետիսյանը, Կոչինյանի նախկին տնտեսական խորհրդականը։ Նրան մեղադրեցին 5000 ռուբլու յուրացման մեջ։ Երկրորդը՝ Արթուր Պետրոսյանը, նախկին արդյունաբերության նախարարը։ Նրան մեղադրեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Երրորդը՝ Վարդան Խաչատրյանը, նախկին ֆինանսների նախարարը։ Մեղադրանքը՝ պետական գաղտնիքների բացահայտում։
Յուրաքանչյուր ձերբակալություն էր ուղեկցվում մեծ հրապարակայնությամբ, թերթերում հոդվածներ, հեռուստատեսությամբ զեկույցներ, ռադիոյով հայտարարություններ։ Մարդիկ պետք է տեսնեին, Կոչինյանի թիմը հանցավոր էր։ Բայց ինչու այս ձերբակալությունները սկսվեցին հենց այժմ 2 տարի անց։ Արդյոք Դեմիրճյանը վախենում էր, որ այս մարդիկը կարող են խոսել։ Դեկտեմբերին Կոչինյանը ստացավ այցելություն անծանոթ մարդուց։ Մարդը ներկայացավ որպես կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ։ Նա նստեց Կոչինյանի փոքրիկ սենյակում, ասաց. «Ընկեր Կոչինյան, ես եկել եմ առաջարկ անելու»։ Կոչինյանը լռեց։ Մարդը շարունակեց. «Եթե դուք գրեք նամակ, ընդունելով ձեր սխալները, ընդունելով ձեր մեղքերը, մենք կարող ենք բարելավել ձեր իրավիճակը»։ Կոչինյանը նայեց նրան, հարցրեց. «Ինչ սխալներ։ Ինչ մեղքեր»։ Մարդը հանեց թուղթ իր պայուսակից, ասաց. «Այստեղ ամեն ինչ գրված է։ Դուք պետք է միայն ստորագրեք»։ Կոչինյանը վերցրեց թուղթը, կարդաց։ Այնտեղ գրված էր ամբողջ ցուցակ հանցագործությունների, ֆինանսական խարդախություններ, կադրային կոռուպցիա, քաղաքական սխալներ, անբարոյական վարքագիծ։ Կոչինյանը ծիծաղեց։ Ապա նա պատռեց թուղթը, նետեց հատվածները այդ մարդու դեմքին։ Նա ասաց. «Դուրս գնա իմ տնից»։ Մարդը հավաքեց թղթի կտորները, դրեց իր պայուսակում, ասաց. «Դուք սխալ եք անում, ընկեր Կոչինյան։ Սա էր ձեր վերջին հնարավորությունը»։ Ապա նա հեռացավ։ Ինչ նշանակում էր վերջին հնարավորություն։ Ինչ էին պլանավորում անել Կոչինյանի հետ, եթե նա չստորագրեր այդ խոստովանությունը։ Հունվարին 1977 Կոչինյանի տունը կրկին ստուգվեց։ Այս անգամ եկան ոչ թե հարկային, ոչ թե ԿԳԲ, այլ սանիտարական ստուգումից։ Նրանք ասացին, որ ստուգում են բնակարանի սանիտարական պայմանները։ Նրանք ստուգեցին յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր պահարան, յուրաքանչյուր դարակ։ Նրանք մնացին 3 ժամ։ Ապա նրանք ասացին, այս բնակարանը չի համապատասխանում սանիտարական նորմերին։ Կոչինյանի կինը հարցրեց. «Ինչու»։ Նրանք ցույց տվեցին խոնավ պատերը, հին պատուհանները, վնասված հատակը։ Նրանք ասացին. «Դուք պետք է տեղափոխվեք»։ Բայց Կոչինյանի ընտանիքը չուներ ուր գնալ։ Սա էր նրանց միակ բնակարանը։ Սանիտարական ստուգումը տվեց 2 շաբաթ գտնելու նոր բնակարան։ 2 շաբաթ գտնելու տեղ, երբ նրանք չունեին գումար, չունեին աշխատանք, չունեին ոչ մի օգնություն։ Սա էր վերջնական հարվածը։ Նրանց ուզում էին հանել նույնիսկ այդ փոքրիկ բնակարանից։ Փետրվարին Կոչինյանը փորձեց գրել իր հուշերը։ Նա վերցրեց նոթատետր, սկսեց գրել իր կյանքի մասին, իր աշխատանքի մասին, իր ժամանակի մասին առաջին քարտուղար։ Նա գրեց 3 օր անընդհատ։ Նա գրեց ամեն ինչ, հանդիպումները Մոսկվայում, որոշումները Երանում, խնդիրները, հաջողությունները, մարդկանց, ովքեր օգնեցին նրան, մարդկանց, ովքեր դավաճանեցին նրան։ Նա գրեց 100 էջ։ Ապա 4-րդ օրը, երբ նա դուրս գնաց փողոց, ինչ-որ մեկը մտավ նրա բնակարան։ Երբ Կոչինյանը վերադարձավ, նոթատետրը անհետացել էր։ Ոչինչ այլ չէր վերցված, ոչ գումար, ոչ փաստաթղթեր, ոչ արժեքներ։ Միայն նոթատետրը։ Կոչինյանի կինը ասաց, որ նա լսել է ձայներ, բայց երբ դուրս եկավ սենյակից, ոչ ոք չկար։ Դուռը չէր կոտրված, պատուհանները փակ էին։ Ինչ-որ մեկը ուներ բանալի։ Ինչ-որ մեկը գիտեր, որ Կոչինյանը գրում է իր հուշերը։ Եվ այդ ինչ-որ մեկը չուզեց, որ այդ հուշերը երբեք տեսնեն լույսը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպես նա մտավ բնակարան։ Եվ ինչու նա վերցրեց միայն նոթատետրը։ Մարտին Դեմիրճյանը հրապարակեց մեծ հոդված թերթում, վերնագրովը «Նոր Հայաստան, առանց հին սխալների»։ Հոդվածում նա գրեց Հայաստանի ապագայի մասին, նոր ճանապարհի մասին, նոր տեսլականի մասին։ Բայց նա գրեց անցյալի մասին։ Նա գրեց. «Նախորդ ղեկավարությունը թողեց մեզ ծանր ժառանգություն, տնտեսական խնդիրներ, սոցիալական անարդարություններ, բարոյական անկում»։ Նա չհիշատակեց Կոչինյանի անունը։ Բայց բոլորը հասկացան, ում մասին է խոսքը։ Հոդվածը տպագրվեց բոլոր հայկական թերթերում։ Այն կարդացվեց ռադիոյով։ Այն քննարկվեցին հեռուստատեսությամբ։ Դեմիրճյանը ուզում էր, որ ամբողջ Հայաստանը իմանա, Կոչինյանը մեղավոր էր բոլոր խնդիրների համար։ Բայց ինչու նա դեռ խոսում էր Կոչինյանի մասին 3 տարի անց։ Արդյոք նա դեռ վախենում էր նրանից։ Թե
Մոսկվան պահանջում էր շարունակել քարոզչությունը։ Ապրիլին Կոչինյանի նախկին գործընկերներից մեկը, ով աշխատել էր նրա հետ 10 տարի, հանձնեց հարցազրույց թերթին։ Հարցազրույցում նա խոսեց Կոչինյանի հանցագործությունների մասին, նրա կոռուպցիայի մասին, նրա անբարոյականության մասին։ Նա տվեց կոնկրետ օրինակներ, կոնկրետ ամսաթվեր, կոնկրետ գումարներ։ Հարցազրույցը տպագրվեց առաջին էջում, մեծ վերնագրով նախկին գործընկերը բացահայտում է ճշմարտությունը։ Բայց ովքեր ճանաչում էին այդ մարդուն, գիտեին, նա երբեք չէր խոսել այսպես Կոչինյանի մասին։ Հակառակը, նա միշտ պաշտպանել էր նրան։ Միշտ ասել էր լավ բաներ նրա մասին։ Ինչ փոխվեց։ Ինչու նա հանկարծ սկսեց մեղադրել Կոչինյանին։ 2 շաբաթ անց պարզվեց, այդ մարդը ստացել էր նոր պաշտոն, նախարարի տեղակալ։ Նոր պաշտոն, նոր աշխատավարձ, նոր բնակարան։ Արդյոք սա էր վարձատրությունը իր դավաճանության համար։ Մայիսին, ճիշտ 3 տարի անց հեռացումից, Կոչինյանը հայտնվեց հիվանդանոցում կրկին։ Այս անգամ ախտորոշումը եղավ սուրսրտային անբավարարություն։ Բժիշկները ասացին, նրա սիրտը պարզապես հանձնվում է։ Նրանք տվեցին դեղեր, դրեցին կաթիլներ, փորձեցին կայունացնել նրա վիճակը։ Բայց Կոչինյանի մարմինը չէր արձագանքում բուժմանը։ Կարծես նա պարզապես հրաժարվել էր ապրել։ Բժիշկները զանգահարեցին նրա ընտանիքին, ասացին, պատրաստվեք վատագույնին։ Կոչինյանի կինը եկավ հիվանդանոց, նստեց նրա մահճակալի կողքին։ Նա բռնեց նրա ձեռքը, լաց եղավ։ Կոչինյանը բացեց աչքերը, նայեց նրան, ասաց, Արփին, ես այլս չեմ կարող։ Նա ասաց, ես գիտեմ, սիրելիս։ Ես գիտեմ։ Նրանք նստեցին լռությամբ, ձեռք ձեռքի մեջ, 2 մարդ, ովքեր ապրել էին միասին 30 տարի, ովքեր տեսել էին հաջողությունը, անկումը, ովքեր կորցրել էին ամեն ինչ, բայց դեռ ունեին միմյանց։ Հունիսին Կոչինյանը դուրս եկավ հիվանդանոցից։ Բժիշկները ասացին, նա կարող է գնալ տուն, բայց պետք է շատ զգույշ լինի։ Նրա սիրտը թույլ էր, նրա մարմինը հյուծված էր։ Ցանկացած սթրես կարող էր լինել մահացու։ Կոչինյանը վերադարձավ իր փոքրիկ բնակարան, նստեց պատուհանի մոտ։ Նա նայում էր դուրս, մարդկանց, ովքեր քայլում էին փողոցում, մեքենաներին, ովքեր անցնում էին, կյանքին, որը շարունակվում էր առանց նրա։ Նա մտածում էր իր կյանքի մասին, երիտասարդությունը, աշխատանքը, իշխանությունը, անկումը։ Նա մտածում էր մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին նրան, համակարգի մասին, որը ոչնչացրեց նրան, Դեմիրճյանի մասին։ Ով վերցրեց ամեն ինչ նրանից։ Եվ նա հարցնում էր իրեն, ինչու՞։ Ինչու եղավ այս ամենը։ Ինչ արեց նա սխալ։ Բայց պատասխան չկար։ Միայն լռություն։ Հուլիսին Երանում տարածվեցին լուրեր, որ Կոչինյանը մահացել է։ Լուրերը տարածվեցին արագ, շուկայում, փողոցներում, աշխատավայրերում։ Մարդիկ խոսում էին, որ նա մեռել է սրտի կաթվածից, որ նա մեռել է մենակ, որ նա մեռել է աղքատության մեջ։ Բայց լուրերը սուտ էին։ Կոչինյանը դեռ ապրում էր։ Բայց ինչու տարածվեցին այդ լուրերը։ Ով սկսեց այդ հրապարակումները։ Արդյոք ինչ-որ մեկը ուզում էր տեսնել, թե ինչպես կարձագանքեն մարդիկը Կոչինյանի մահվան լուրին։ Թե սա էր փորձ, պատրաստել հասարակությունը իրական մահվան համար։ Երբ Կոչինյանը լսեց այս լուրերը, նա ծիծաղեց։ Նա ասաց իր կնոջը, նրանք այնքան են ուզում, որ ես մեռնեմ, որ արդեն սկսել են տարածել լուրեր։ Բայց նրա ծիծաղի մեջ չկար ուրախություն։ Կար միայն դառնություն։ Օգոստոսին Դեմիրճյանը տվեց հատուկ հրաման, բարելավել Երանի սանիտարական պայմանները։ Հրամանի համաձայն բոլոր բնակարանները, որոնք չեն համապատասխանում սանիտարական նորմերին, պետք է դատարկվեն։ Բնակիչները պետք է տեղափոխվեն նոր բնակարաններ։ Հրամանը հնչում էր հումանիտար։ Բայց իրականում սա էր եղանակ, հեռացնելու անցանկալի մարդկանց որոշակի շրջաններից։ Եվ Կոչինյանի բնակարանը եղավ առաջին ցուցակում։ Սեպտեմբերի առաջին օրը եկավ պաշտոնական ծանուցում, դուք պետք է դատարկեք բնակարանը մինչ հոկտեմբերի առաջինը։ 1 ամիս, գտնելու նոր տեղ։ Բայց Կոչինյանի ընտանիքը չուներ ուր գնալ։ Նրանք չունեին գումար վարձակալելու բնակարան։ Նրանք չունեին ազգականներ, ովքեր կարող էին օգնել։ Նրանք մնացին փողոցում։ Սա էր վերջնական նվաստացումը։ Սեպտեմբերին Կոչինյանի որդին, Արմենը, գտավ աշխատանք։ Ոչ թե ինժեներական, ինչպես նա երազել էր։
այլ պարզ բան որ շինհրապարակում։ Նա աշխատում էր 12 ժամ օրական, գրելով ծանր քարեր, խառնելով բետոն, մաքրելով աղբ։ Աշխատավարձը փոքր էր, պայմանները սարսափելի էին, բայց սա էր միակ աշխատանքը, որը նա կարող էր գտնել։ Յուրաքանչյուր երեկո նա վերադառնում էր տուն, հյուծված, կեղտոտ, ցավոտ։ Բայց նա չէր բողոքում։ Նա գիտեր, նրա ընտանիքը կախված է նրա աշխատավարձից։ Նա գիտեր, եթե նա չաշխատի, նրանք կմնան առանց ոչինչի։ Կոչինյանը նայում էր իր որդուն, երիտասարդ, ուժեղ, խելացի երիտասարդ, ով պետք է ուսումնասիրեր համալսարանում, բայց փոխարենը աշխատում էր շինհրապարակում։ Եվ Կոչինյանը զգում էր մեղք։ Մեղք, որ նրա անկումը ոչնչացրեց նա իր երեխաների ապագան։ Հոկտեմբերի առաջին օրը Կոչինյանի ընտանիքը հեռացվեց իրենց բնակարանից։ Եկավ միլիցիան ասաց, դուք պետք է հեռանաք հիմա։ Նրանք տվեցին 30 րոպե, հավաքելու իրենց իրերը։ Կոչինյանի կինը փորձեց բացատրել, որ նրանք չունեն ուր գնալ։ Բայց միլիցիան ասաց, սա մեր խնդիրը չէ։ Նրանք հավաքեցին իրենց իրերը, հագուստ, մի քանի գրքեր, մի քանի լուսանկարներ։ Ամեն ինչ, ինչ կարող էին տանել։ Ապա նրանք դուրս եկան փողոց։ 4 մարդ, Կոչինյանը, նրա կինը, նրա որդին, նրա դուստրը, ով վերադարձել էր Մոսկվայից։ 4 մարդ, իրենց իրերով, առանց տան, առանց ապագայի։ Նրանք կանգնեցին փողոցում, չգիտեին, ուր գնալ։ Մարդիկ անցնում էին նրանց կողքով, նայում էին նրանց, բայց ոչ ոք չկանգնեց օգնելու։ Բոլորը գիտեին, ով է Կոչինյանը։ Եվ բոլորը վախենում էին օգնել նրան։ Ինչ իսկապես տեղի ունեցավ այդ 3 տարում։ Ինչու Դեմիրճյանը շարունակեց հետապնդել Կոչինյանին նույնիսկ երբ նա արդեն ոչինչ չուներ, երբ նա արդեն փողոցում էր։ Արդյոք սա անձնական վրեժխնդրություն էր։ Թե Մոսկվան պահանջում էր ամբողջական ոչնչացում։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր Կոչինյանը, որ նրան պետք էր լրացնել այսպես, ոչ միայն քաղաքականորեն, այլ ֆիզիկականորեն, հոգեպես, սոցիալապես։ Նույնիսկ հանելով նրան փողոց։ Ինչ գաղտնիք էր թաքնված այս պատմության հետում, որ համակարգը պատրաստ էր գնալ այսքան հեռու, ոչնչացնելու մեկ մարդուն։